Երևանի հաղթանակ թաղամասի երրորդ գյուղի, չէ, հաղթանակ թաղամասի տների հետ կապված խնդիրները։ Ինչա տեղի ունենում։ Մարդիկ դիմում են, ես բնականաբար հանձնարարություն եմ տալիս, ասում եմ նայեք եւ լուծումներ գտնենք, հաջորդ անգամ էլի ես այդ թեման հիշում եմ, երբ որ մարդիկ նորից դիմում են, հետո ուզում եմ հասկանամ ինչ եղավ, հետո վերադառնում եմ եւ տեսնում եմ կա օբյեկտիվ վիճակ, որ կա օրենսդրական կամ չգիտեմ իրավական ինչ որ խոչընդոտ, որ պետական համակարգի այն օղակների համար, որոնց հանձնարարությունը տրվել է, հաղթահարելի չի այդ խոչընդոտը։ Եվ այս ցիկլը մենք, այսինքն պարզ է, չէ, խնդիրը կա, ասենք ամբողջական թաղամասում մի հատ խնդրեմ կա։ Այդ խնդրեմը այդ պատկերով օբյեկտիվ է եւ ըստ էության պետական մարմինների դիրքորոշումներն էլ օբյեկտիվ եւ հիմնավորված են ամբողջությամբ օրենսդրության վրա։ Բայց դրանով խնդրեմը չի լուծվում։ Որովհետեւ ես նախորդ անգամ էլի քաղաքացիները, երբ որ Երևանում շրջում էինք, մոտեցան այդ թեմայով, ես էլի գործընկերների հետ խոսալիս, ես ինքս ինձ հարց եմ տալիս, ասում եմ, դե մի ամբողջ թաղամաս է, ինչ որ մի խնդրեմ ունի տների հետ կապված։ Լավ, մենք գալիս ենք ասում օրենքով սենցա, ինչը ճիշտ է, բայց արդյունքում ինչ մենք այդ տները ինչ ենք անելու։ Մենք այդ տները դեմոնտաժ ենք անելու, ակնհայտորեն ոչ։ Դա ըստ էության բացառվում է։ Հետևաբար մենք պետք է լուծում գտնենք։ Այդ լուծումը չի կարող լինել զուտ վարչարարական, այդտեղ քաղաքական լուծումներ են հարկավոր եւ բարձր մակարդակով պետք է զբաղվել եւ պետք է ինչ որ ձևով մի լուծում գնել, այդ էջը փակել։ Որովհետև այստեղ էլ, ասենք, ճիշտ է, մենք վճարումներ ենք ակնկալում կամ մեխանիզմներ, որը չի իրագործվում, բայց մյուս կողմից եկեք նայենք համայնքները ինչքան գումարներ են կորցնում, որ գույքարկ չի վճարվում եւ այլն եւ այլն եւ այլն։ Ես նկատի ունեմ կան հարցեր, ես մտածում եմ, որ մեր համակարգում հարցերի լուծման, ուզում եմ տերմին գտնեմ, չեմ կարողանում տենց պատշաճ տերմին գտնեմ, որ փակուղային այդ տևական չլուծվող հարցերի լուծման մի սխեմա է պետք մտածել, որտեղ պարզ է, որ սովորական մեխանիզմներով այդ խնդիրը չի լուծվելու, մեր ունեցած։ Այդտեղ պետք են քաղաքական ոչ ստանդարտ լուծումներ եւ ոչ ստանդարտ որոշումներ եւ այնտեղ որտեղ պետք է օրենսդրական փոփոխություն, պետք է գնալ օրենսդրական փոփոխություն անել, որպեսզի այդ խնդիրը լուծվի, որովհետեւ հա այդ խնդիրները գոյություն ունեն ինչքան 30-40 տարի։ Եվ սկզբունքորեն ես հասկանում եմ, որ էլի եմ ասում, հիմա ամբողջական մի թաղամաս, որտեղ հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ են ապրում, եւ մենք ոչ չենք արդյունքում այդ մարդիկ շարունակելու են այդտեղ ապրել։ Այդ փաստացի այդ գույքը այդ մարդկանց գույքն է։ Իրենք փաստացի տիրապետում են, բայց իրենք այդ գույքի հետ ոչ մի գործողություն չեն կարողանում անել, ասենք վաճառելու խնդիր կա, չգիտեմ, այլ գործառույթներ ժառանգելու խնդիր եւ այլն, հազար ու մի։ Եվ դրա արդյունքում նաեւ համայնքն է եկամուտներ կորցնում եւ այլն։ Ես առաջարկում եմ, որ մենք տենց այսպես ասած ճգնաժամային հարցերի եւ տևական հարցերի եւ երկարամյա հարցերի լուծման մի մեխանիզմ ստեղծենք, դա կլինի աշխատանքային խմբի ֆորմատով թե ինչ, որ մենք գնանք այն տրամաբանությամբ, որ այդ հարցը պետքա լուծվի, որովհետև տասնամյակներով եթե չի լուծվի, նշանակում է այդ պրոբլեմատիկ է, բայց մենք պետքա վերցնենք պատասխանատվություն, գնանք ինչ որ մի լուծում տանք։ Համեցեք, պարոն Արինյան։ Պարոն վարչապետ, 2023 թվականից Երևանի քաղաքապետարանը հենց ձեր մատնանշած մոտեցմամբ է հարցին մոտեցել, որ հարցին պետք են քաղաքական լուծումներ, որովհետև շատ դեպքերում իրավական մեկնաբանություններով ուղղակի խնդիրը այդպես էլ կմնա։ Եվ վերջին տարիների ընթացքում մենք գրեթե Երևանի քաղաքապետի որոշումների մակարդակով գրեթե հարցերի կարելի ասել 85%-ը փակել ենք։ Խնդիրը առաջանում է այլ տեղերում նաև, որովհետև օբյեկտիվորեն են այդ խնդիրները առաջանում, որովհետև օրինակի համար նախկինում կադաստրի մեր գործընկերները այդ որոշումները
ընդունում էին եւ գրանցում էին, բայց ինչ որ մի կետից սկսել են չգրանցել, որովհետեւ օրինակ եղել է քրեական գործ, փաստաթղթերի կեղծման հետ կապված եւ անկեղծ ասած մեր կադաստրի գործընկերների մոտեցումը նույնպես հասկանալի է։ Այսինքն մենք օրինակ դա գիտակցելով այդ ռիսկը վերցնում անում ենք, բայց իրականում երևի թե այնուամենայնիվ իրավական լուծում է պետք, եւ օրենսդրական լուծում է պետք, որը մենք նույնպես գրել ենք եւ առաջարկել ենք եւ կարող ենք հաջորդ շաբաթ ուղարկել կառավարություն, որպեսզի այսպես ասած այդ կես ճանապարհին խնդիրը չմնա։ Եվ սա ոչ միայն վերաբերում է հաղթանակին, սա վերաբերում է Դավթաշենի մի կոնկրետ հատվածին, Ավանի աղի հանքում գտնվող հատվածին, Քանաքեռում գտնվող սեփական տների հատվածին եւ Կոնդում գտնվող մեր քաղաքացիների որոշակի իրավունքների վերականգնման լուծմանը եւ այս բոլոր լուծումները իհարկե Երևանի քաղաքապետարանը իր որոշումներով հիմնականում տալիս է, բայց նաեւ հաշվի առնելով, որ այնուամենայնիվ օրենսդրական մեկնաբանության տեսանկյունից կան հարցեր, մենք նաեւ դրան հավելումն առաջարկում ենք օրենսդրական փոփոխություններ, որը ամբողջապես այս հարցերի շարքը կփակի։ Դե ես իհարկե կոնկրետ այդ դեպքերը նկատի ունենալով ես մեխանիզմի մասին եմ խոսում։ Հիմա տեսեք, մենք այսօր որոշում ընդունեցինք, որը գնման գործընթացի կազմակերպման առանձնահատկություններ սահմանելու մասին։ Այսինքն մենք ընդունում ենք, որ դա մի դեպք է 5 տարի մնացել է, այստեղ կա առանձնահատկություն։ Ես նկատի ունեմ, որ մենք նախ աշխատանքային մի ֆորմատ ձևավորենք, ընդհանուր կարելի է գնալ եւ օրենքի մակարդակով առանձնահատկությունը ֆիքսել, ասել հաշվի առնելով, որ այս խնդիրը 30-40 տարի կա եւ չի երևում տեսադաշտում արդյունավետ եւ արագ լուծումը, հիմա մենք գնում ենք օրենք ենք ընդունում, որի գործողության ժամկետը ինչ որ մի բան է, գնում ենք այդ խնդիրը լուծում ենք, դուրս ենք գալիս, որտեւ այդ խնդրի գոյությունը ինքը արդեն բան է, եւ տնտեսական խնդրեմա, եւ քաղաքական խնդրեմա, եւ հոգեբանական խնդրեմա, որովհետեւ անդադ այդ նյարդը, որ այսքան պատտվում ու լուծում չի ստանում, ու դա նաեւ առաջ գնալու ճանապարհին խոչընդոտ է, որովհետեւ հարցերը պետքա լուծես, որ նոր հարցերով զբաղվելու հնարավորություն ունենաս, հետեւաբար իմ առաջարկն է մի հատ մտածենք, ընդ որում դա պետք է լինի փոխվարչապետի մակարդակով, փաստացի պարոն Խաչատրյանն է այդ կարգի հարցերով հիմա զբաղվում, եւ մենք մի հատ հասկանանք ոնց ենք անում, որ այտենց մեթոդը լինի, ընդ որում, բայց նաեւ պետք է գույքագրելու մեխանիզմը լինի, որովհետեւ հա միտեղ քաղաքացիները մոտեցան, միտեղ դիմում գրեցին, միտեղ ակտիվ են, միտեղ նամակը հասավ, միտեղ չհասավ, բայց այդ տարբեր ոլորտներում ընդ որում կան այսպիսի խնդիրներ, որոնց մի մասը օրինակ մենք լուծել ենք։ Ես հիշում եմ նախորդ տարիներին օրինակ կար հայկական ավիաուղիներ ավիաընկերության աշխատողների հետ կապված ինչ որ մի խնդիր, որ ես հիշում եմ, որ ես լրագրող էի դեռ 90-ականներին, ես այդ հարցով զբաղվում էի, ես արդեն վարչապետ էի, բայց այդ հարցը իր տեղում տենց շատ պինդ կանգնած էր, ոչ մի տեղաշարժ տեղի չէր ունեցել, մենակ մարդիկ արդեն տարիներ են անցել այդքան ջանք եւ այլն եւ այլն։ Ես նկատի ունեմ սենց հարցերի մեխանիզմ պետքա անպայման ունենալ ու պետքա լուծել հարցերը, որովհետեւ գալ ասել մենք շատ դեպքերում գալիս ենք ասում ենք դե օրենքը էս է, հիմա ինչ անենք, բայց կներեք օրենքն էլ է մեր բանի դաշտում, մեր դաշտում եւ ոչ բոլոր դեպքերում իհարկե, բայց կարելի է առանձնահատկությունները սահմանել օրենքով եւ գնալ լուծումները տալ։ Հետեւաբար եկեք մտածենք նման աշխատանքային խումբ ձևավորելու եւ կարեւոր է հարցերի գույքագրման մեխանիզմներ ունենալու ըստ կշռի, որովհետեւ հարցեր կան, որ տասնյակ հազարավոր մարդկանց հետ են կապված։ Պետք է այդ հարցերը ըստ կշռի, ըստ ազդեցության այդ հարցերին անդրադառնալ, գնալ քաղաքական լուծումների, ոչ ստանդարտ լուծումների, որպեսզի ի վերջո այդ օրակարգից ազատվենք։ Դե պարոն Ավենյան, նաև համոզված եմ, որ բոլորս հասկանում ենք, թե այդ կտորի շինարարության 270 մետր լեգենդար այդ հատվածի ինչ անհամբերությամբ ենք սպասում, խնդրում ենք հնարավորինս արագ, հնարավորինս արդյունավետ, հնարավորինս որակով այդ աշխատանքը իրականացնել, մանավանդ որ խցանումների հետ կապված պրոբլեմատիկային որոշակի ազդեցություն դա կունենա։ Երևանի շրջանցիկ ճանապարհն է, չէ՞։ Շատ նկատի ունեմ շրջանցող
մեքենաների թիվը ակնհայտորեն կշատանա, ովքեր մարդիկ որ կարիք չունեն Երևանի կենտրոնական հատվածներով անցնելու, այդ ճանապարհը լիարժեք կօգտագործեն։ Հիմա այնտեղ մի հատ նեղ կտոր է, թե ընդհանրապես փակ է։ Մի հատ նեղ ընդհանրապես փակ է։ Հենց կոնկրետ մի փոքր սենց ճանապարհով Ես ամեն դեպս հեծանով անցել եմ։ ավտոմեքենաներ կան, որ անցնում են, բայց դա մեծ դժվարությունների Շատ լավ։